Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Սարգսյան։ Ուրբաթ օրը չենք կարողացել հանդիպել, այսօր ենք ամփոփում։ Երկու ուրբաթ ենք բացել։ Շաբաթը, բայց կարևոր իրադարձություն եղավ ամսի 1-ին, շաբաթ օրը եւ 3 էր, չէ, կիրակի էր։ Եվ այդ մասին էլ կխոսենք, դրա համար կարծում եմ այսօր մենք շատ ավելի լայն մի քիչ կընդգրկենք լայն թեմաներ, քան ուրբաթ օրը կարող էինք անել։ Բայց սկսում ենք եւս այսօրվա իրադարձությունից, Գորիսում բացվեց Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը։ Իհարկե հարցեր բարձրանում ինչ այդ թե ինչու պատվո հյուպատոս, այլ ոչ թե գլխավոր հյուպատոսություն, եւ փոխարտգործնախարար Կոստանյանը ասաց, որ կան երրորդ ուժեր, որոնք փորձում են ստեղծել շատ ավելի մեծ սպասումներ, քան իրականում կան, քանի որ գլխավոր հյուպատոսություն Ֆրանսիայի չպետք է բացվեր, նախապես խոսվում էր պատվո հյուպատոսության մասին։ Ձեր գնահատականը այդ հյուպատոսության կարևորության մասին, հիշենք նաև, որ Ռուսաստանն է փորձում Սյունիքում բացել արդեն գլխավոր հյուպատոսություն, եւ նույն փոխարտգործնախարարը ասաց, որ Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման հետ կապված խոչընդոտներ չկան, ասեց նա, գործընթացը բնական հունով շարունակվում է եւ այսպես դեռ հյուպատոսությունների հարցն են քննարկում։ Ես բազմիցս ասել եմ, եկեք բանից բացասականից սկսենք, որ Ֆրանսիայով փակենք, ուրեմն Հայաստանի Հանրապետության այն իշխանությունը, որը կհամարձակվի Սյունիքում բացել Ռուսաստանի դեսպանատուն, քաղաքականապես կոչնչացվի, որովհետև դա ավտոմատ կերպով բազմիցս կրկնել եմ։ Դա նշանակում է Սելջուկ բոլշևիկյան հետախուզական կենտրոն, դիվերսիոն կենտրոն Սյունիքում, որտեղ ընդամենը մեկ ճանապարհ ունենք։ Այսինքն Ռուսաստանի գործոնը Սյունիքում ոչ թե պետքա բացառվի, պետքա մաքրվի ռետինով։ Ռուսերեն տար պետքա չլինի Սյունիքում։ Ռուսաստանի Դաշնությունը Սյունիքից չպետք է օգտվի, հավերժ, այտենց է եղել, այտենց պետք է լինի։ Սյունիքը նժդեհականության հիմքն է։ Սյունիքում բոլշևիկներ եւ մնացած աղբը պետքա տեղ չունենա ընդհանրապես։ Սյունիքով չպետք է անցնի այսպես կոչված խաշմերուկների ճանապարհը, Սյունիքը չպետք է ապահովված լինի ռուսական ներկայությամբ, առավել եւս ազդեցությամբ։ Նույնիսկ եթե կան ռուսական գործարար շրջանակներ, որտեղ ընդդեմ են, դա էլ պետքա զրկվի, Սյունիքը ամբողջությամբ պետքա վերադառնա հայկական տիրապետության տակ, որովհետեւ ցանկացած, նույնիսկ կոոպերատիվ, որտեղ կա Ռուսաստանի ազդեցություն, ավտոմատ կերպով նշանակում է, որ դա Հայաստանի Հանրապետության ռազմավարական շահերին հակասում է։ Ռուսաստանի Դաշնությունը, եթե ուզում է Հայաստանի հետ ինչ-որ հարաբերությունները բարելաված վիճակից սկսի, ապա ինքը պետքա զրոյացվի հիմա Հայաստանում, դուրս գա ամբողջությամբ։ FSB-ով, 102-րդ բազայով, ՀԱՊԿ-ով, ԵԱՏՄ-ով, չգիտեմ, երկաթգծերով, VTB-ով, Սբերբանկով։ Որքանով է իրատեսական համարում այլ։ Սա նպատակը, չէ, սա ծրագիր է, որը իշխանությունները, Հայաստանի իշխանությունները, որով պետք է դուք կարծում եք առաջնորդվեն եւ շարժվեն այդ ուղղությամբ։ Որով պետք է առաջնորդվի ցանկացած իշխանություն Հայաստանի Հանրապետության, որը ուզում է ապահովի Հայաստանի բնականon կայուն անվտանգ զարգացումը։ Բայց մենք տեսանք, որ ասում է, որ խոչընդոտներ չկան, գործընթացը բնական։ Ես ունեմ այլ տեղեկություններ, որ խոչընդոտներ կան, գործընթացը բնականon կանգնած է եւ այդ թվում իշխանության մեջ շատերը հասկանում են եւ այսպես ասած այդ գծի մեջ են, որ քաղաքականապես դա իրանց առանցնել ոչ լավ վարկանիշը կոչնչացնի։ Իրանց որ մնար կբացեին, հարցը դա չի։ Բայց իրանք հասկանում են, որ վերարտադրության խնդիր ունեն, վերարտադրության տեսանկյունից վտանգ կա, բավականին լուրջ վտանգ կա։ Ես էլ եմ ասում, Ռուսաստանի ներկայությունը Սյունիքում դա ավտոմատ ադրբեջանական գործակալական ցանցի ստեղծում է։ Հայաստանի Հանրապետություն պետք է արգելվի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների մուտքը ներքին անձնագրերով։ Որովհետև տեսեք, ընդեղից ասենք կգա մի հատ Իբրագիմ Զադեն։ Դու տեսնում ես, որ ինքը Իբրահիմ Զադե է, բայց ինքը Իվան Իվանովի անձնագրով է։
ու ինքը կգա կգնա Սյունիք։ Ու երբ որ օրը գա, ես դες երեկվա օրինակ կբերեմ, չգիտեմ, կարող առաջ եմ ընկնում, ուկրաինացիք ինչ արեցին, հա, ռազմական հեռավոր ավիացիայի ոչնչացումը Ռուսաստանի։ Ասենք ընդամենը բեռնատար մեքենաներից դրոններ են դուրս դառնում։ Դե դուք պատկերացրեք, ոչ մեկ պատրաստ չէր դրան։ Հնարավոր չի դրան պատրաստվել։ Խաշմերուկը, բազմիցս ձեզ այդ սցենան նկարագրել եմ, որ մի օր գնաց կանցնելուց կկանգնի, ամեն վագոնից 40 հոգի զինված դուրս կգա ու հավերժ կկորցնենք Սյունիքը։ Նույն բանը վերաբերվում է հյուպատոսություններին։ Կգա հերթական մի հատ թատրոն, ճակերտավոր, կկանգնի ու վերջ։ Այսինքն Սյունիքը չի հանդիսանում այն վայրը, որտեղ Հայաստանը եւ Ռուսաստանը ունեն ինչ-որ ընդհանուր կետ, բացի նրանից, որ ռուսները այդտեղից պետք է գնան Կաբզոնի համերգին։ Ռուս պետքա չլինի Սյունիքում, վերջակետ։ Ահա, ուզում եք համարեք ինձ նացիոնալիստ, ուզում եք շովինիստ համարեք։ Դե հակառուս կարելի է այդպես կձևակերպել։ Տիգրանաշենից այն կողմ ռուսական անձնագրով մարդ եք տեսնում, վզակոթից պետք է վերցնեք, շպրտեք դուրս։ Եվ ունենում ենք արդեն փաստորեն Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակ եւ Հա, անդրադառնանք այդ դրականին։ Տեսեք, Լիոնում, քանի որ Սյունիքը եւ Ռոնալդը կնքել են այդ պայմանագիրը, անցած տարի դեռևս համագործակցության այդ փաստաթղթերը ստորագրվել էին, յուրաքանչյուր Սյունիքի քաղաք Ռոնալդի մեկ քաղաքի այդ պայմանագիր էր կնքել, համագործակցության մշակութային, սոցիալական եւ այլն։ Դա տրամաբանական հայելային գործունեություն, որտեղ մենք ունենք Լիոնում հպատոսություն եւ Սյունիքում ունենալու հպատոսություն տրամաբանական է, որտեղ Սյունիքը որպես մարզ, Ռոնալդի հետ որպես մարզ ունի հորիզոնական կապեր, որոնք զարգանում են, ընդ որում բնակավայր առ բնակավայր բազմաթիվ ծրագրեր կան։ Պատվո հպատոսությունը քիչ է։ Ես վստահ եմ, մեր մոտ Լիոնում պատվո հպատոսություն պատվո է, թե պատվո չգիտեմ, պետք է նայել։ Բայց ոնց որ պատվո չի նորմալ հպատոսություն։ Ես էլ չեմ նայել։ Այսինքն դա հայելային է, եթե Լիոնում կա եւ Լիոնը բանը անում, հետեւաբար Սյունիքում պետքա լինի, դա նորմալ է։ Հիմա ինչու Գորիսում ոչ թե Կապանում, դա դեսպանը բացատրեց, ասաց Գորիսում ֆրանկոֆոնիան ավելի զարգացած է, քան Կապանը։ Դե ամեն դեպքում հասկացանք, ինչա Կապանում Իրանի գրասենյակ կար, դա զբաղվում էին դրա։ Հա, Իրանի Իսլամական Հանրապետությունն է Կապանում ունի հպատոսություն ամբողջությամբ տրամաբանական է, որովհետև դա Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության, ասենք, ճանապարհի վրա է գտնվում, մարզն է, մարզ կենտրոնն է, հազար մի հարց արել, նոտարական թարգմանություններ, ապոստիլներ, բաներ, տրամաբանական է, որ կա անձնագրային հարցեր են լինում, դա նորմալ է, որ կա, այսինքն դա աշխատանքային է։ Հնդկաստանը կարա բացի, որովհետև դա հանդիսանալու է, ասենք, չգիտեմ, ԵՄ, Հայաստան, Հնդկաստան այդ ճանապարհի հիմնական մասը եւ Հնդկաստանը ճանապարհի մեջտեղը կարա ունենա հպատոսություն, որովհետև պարտադիր չի Երևանով անցնեն բոլոր բեռները, հա, կամ բաները։ Կարա Հնդկաստանը ունենա, որպեսզի նաեւ առևտրային ներկայացություն։ Բայց Ռուսաստանը ինչ գործ ունի այդտեղ։ Ռուսաստանը ինչ ունի այդտեղ բացի մեզ դավաճանելուց ու մեր դիրքերը ադրբեջանցիներին Ռուսաստանի թեմային անդրադարձանք, բայց հիմա այլ տեսանկյունից դիտարկենք եւ Ֆրանսիան այսօր այդ Գորիսում հայտարարվեց, մենք տեղեկացանք, որ Ֆրանսիայի արտգործնախարարությունում բացվել է Հայաստանի Հանրապետության հետ համագործակցության կոորդինատորի, այսպես հաստիկ կա, համակարգողի հաստիկ։ Մենք հիշում ենք, ճիշտ է, որ Ռուսաստանը եւս այդ Կիրիենկոյի այսպես անձով նշանակել է Հայաստանի հետ համագործակցության կոորդինատոր։ Այստեղ եւս մենք տեսնում ենք Ֆրանսիան եւ Ռուսաստանը միասին են աշխատում։ Մեկ բան կա, ցանկանամ այո, ձեր մեկնաբանությունը։ Մեկ տարբերություն կա։ Կիրիենկոն ուղղակի փոխարինել է բեսեդային Հայաստանի դեմ վարվող հիբրիդ պատերազմի գլխավոր հրամանատարի պաշտոնում։ Կիրիենկոն ընդամենը Հայաստանի ոչնչացման կուրատոր է նշանակվել ռուսների կողմից, այդ պետականության ոչնչացման։ Ֆրանսիան արտգործնախարարության շրջանակներում նշանակում է կուրատոր, որը այս ամբողջ ծավալը, որովհետև դե պատկերացնում եք, եթե վերցնենք սա միայն Սյունիքն է, բայց էլի մարզեր կան եւ էլի այս համագործակցությունը շարունակվելու է, բիզնես համագործակցություն եւ այլն։ Պարզա որ մեկ հոգի պետք է ԱԳՆ-ում լինի, որը օրինակ կկոորդինացնի տեղական ինքնակառավարման մարմինների այդ շփումները
առանց հավելյալ քաշքշուկի, որը հայտնի է, որ բոլոր ԱԳՆ-ները ունեն, դա նորմալ է, որ մի հոգի կա, ով կոնտրոլ տակ կպա, այսինքն Ֆրանսիային էլի եմ ասում, Ֆրանսիայինը նման է նրան, որ Հնդկաստանը բացի հիպոթեզություն դեղ, այսինքն աշխատանքային կա բաներ, իսկ Կիրիենկոն ընդհանրապես հրամանատարն է հայոց պետականության դեմ տարվող հիբրիդ պատերազմի, սա է տարբերությունը։ Ամենայն դեպս մենք զգում ենք, որ որտեղ որ հակառակը, որտեղ որ Ֆրանսիան փորձում է ավելի ակտիվ լինել, այնտեղ Ռուսաստանը եւս այդ նույն հարթության վրա փորձում է Ռուսաստանը մեծամտաբար կարծում էր, որ այս տարածքը կտան իրեն եւ ստեղ ոչ մեկ չի լինելու։ Խնդիրը նրանում չի, դե պետք է հասկանալ, որ ստեղ ոչ թե մեզ մոտ Ֆրանսիան մտել է եւ դրա համար Ռուսաստանը դուրս մղվում, այլ Ռուսաստանը դուրս է մղվել հանրային կարծիքի մակարդակով, ընդհուպ մինչեւ, ես նորից եմ ասում, եթե նույնիսկ հիմա գործող իշխանությունները հեղափոխություն, ժողովրդավարություն, ֆլան, բեֆան, այս սաղ միասին որոշեն, որ չէ իրանք պետքա տենց շարունակեն Ռուսաստանի հետ փշի անել, սրա այս գործող իշխանություններն էլ կգնան Կաբզոնի համերգին ռուսական նավի վրա, որովհետև հանրության, հասարակության եւ ազգային պահանջ, նույնիսկ ոչ թե ազգային անվտանգության, ազգային արժանապատվության պահանջ, որ ռուսը ստեղ չլինի։ Շատերը ուրիշ կերպ են նայում, շատերը ասում են դե բան գազ, ծորեն, բան էս կողմիկով։ Խոսքը ազգային արժանապատվության մասին։ Ու սա բան չի, կիսահիստերի կատաղած գնանք, մորթենք, փրթենք, թափենք, դրա մասին չի խոսքը։ Սա սառը որոշում է։ Ես տեսնում եմ մարդկանց հետ շփվելով, հիմա Եվրոատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմում հանդիպումներ ենք մեր ՀԿ-ով անում, մարդիկ գալիս են։ Երբ խոսում ենք Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին, իհարկե, հա, սա մարդիկ են, ովքեր պատրաստվել են գալու եւ այլն, տենց չի, որ ինչ-որ լրիվ պատահական մարդիկ չեն, իրանք հետաքրքրվում են, բայց դատողությունները սառն են, հիմնավորված են եւ սառ, չկա այդ ժամանակին 20-20-ից հետո 44 իրա պատերազմից հետո այդ վրթովում, սենց ինչ-որ բան, սա շատ էմոցիոնալ բան չկա, սառ։ Այսինքն սա արդեն որոշվել է եւ դարձել է ազգային սահմանադրության մի մաս, որ Ռուսաստանի հետ շփումը դա արժանապատվության անտեսում է։ Հայաստանի նկատմամբ ուշադրությունը արևմուտքի կարծես թե շարունակում է մեծ լինել, համենայն դեպս էլի ձեր կարծիքը կամ ինչ գիտեք դուք այս մասին, Հայաստանում է գտնվում միջազգային միջուկային քաղաքականության գծով Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալը։ Իդեպ նա այցելել է Ծիծեռնակաբերդ։ Ինչով կարող եք պայմանավորել այս այցը։ Բազմաթիվ են այս այցերը, պարզապես սա վերջինն է։ Հայաստան ԱՄՆ ռազմավարական համագործակցության այդ խարտիայի մեջ, որ անցած տարի ապրիլի 5-ին ստորագրվեց, կոմպոնենտ կա միջուկային էներգետիկայի։ Եվ պարզավոր գալը դրա հետ է կապված։ Կոմպոնենտը կա եւ այդ կոմպոնենտ հարցը լուծված է եւ ոնց որ թե պայմանավորված աշխատանքային process է, այսինքն սա ոչ մի այսպես, որովհետեւ Ռուսաստանը շատ դյուրագրգիռ է միշտ նման այցերին վերաբերում, բայց մենք էլ հասկանանք մեր հանրությունը եւ այսպես կոչված 1-2-3 ամենդմենտ կա, հավելված կա, որ այդ 123-րդ հավելվածն է, որին Հայաստանը պետք է համապատասխանի դրան։ Սա բյուրոկրատական գործընթաց է ԱՄՆ-ի ապարատի ներսում, ցավոք սրտի հիմա ԱՄՆ-ի ապարատը հունվարի 20-ից հետո մի փոքր բաների մեջ է, տուրբուլենտ շարժումների մեջ է, դրա համար կարող է մի քիչ ավելի երկար ձգվի, քան դա պետք է լիներ, բայց գործընթացը աշխատանքային է, խոսքը վերաբերում է միջուկային կայանի այդ 3 մոդուլային ռեակտորների, որոնց ասում հանդիպանը ես մասնակցել եմ, այն ժամանակ Ամերիկայի ներկայացուցիչը ասում էր, որ Հայաստանի համար պլանավորվում է 3 մոդուլային ռեակտոր։ Ես դրա հետ կտրուկ համաձայն չեմ, դա քիչ է։ Ես գիտեմ, որ դրա տակ Հայաստանի Հանրապետության կառավարության ոչ հեռատես կամ դավադրական պահանջն է եղել, որովհետև գումարային իրանք պատրաստվում են միջուկային էներգիա գեներացնել այնքան ինչքան որ մենք հիմա ենք գեներացնում, բայց դա լինելու է 10 տարի հետո, այսինքն սա հանցագործություն է։ Սա նշանակում է, որ այսօրվա կառավարությունը ուզում է Հայաստանին նստացրած լինի պահի, նստացրած ռուսական գազի վրա,
որպեսզի մենք հոսանք գեներացնենք ռուսական գազից։ Իրական պահանջը Հայաստանի, եթե հաշվի առնենք արհեստական բանականության զարգացումը, դատա ցենտրների պահանջը, ինդուստրիալ զարգացումը, այս ամեն ինչը, որը որ Հայաստանը պետք է լինի 10 տարի հետո, ՍԵՊԱ-ի իրականացման եւ Եվրատլանտյան ինտեգրացիոն աշխատանքների շրջանակում մեզ մոտավորապես 3-ից 4 գիգավատ հոսանք է պետք միջուկային, որպեսզի մենք լրիվ անկախ լինենք, Ռուսաստանն է, ասենք, կարող խողովակը հավաքես գնաց ռատկաշես ստեղից։ Հաջորդ հարցը Թուրքիայում արդեն սկսվել են ուղիղ բանակցությունները Ուկրաինայի Ռուսաստանի միջև, Ուկրաինայի պատվիրակությունը հետաքրքիր է, ընդգծում են արդեն որոշ լրատվամիջոցներ, եկել է խոսելու խաղաղության մասին, բայց եկել է զինվորական համազգեստով։ Եվ այսպեսի հարց, եթե Թրամփը ասում էր մինչ այժմ, որ Ուկրաինան խաղաքարտ չունի, արդյոք դա նշանակում է, որ հակառակը Ռուսաստանը խաղաքարտ ունի, իհարկե պարզ է, որ ես հարցը ստանում եմ դեպի այն օպերացիայի, ռազմական օպերացիայի, որը կատարվեց 3, կարծեմ ամսի 1-ին Ուկրաինայի կողմից, ձեր գնահատականը Ռուսաստանի տարածքում ես կարճ ասեմ, որպեսզի դուք պարզապես մեկնաբանության համար հնարավորություն տամ ձեզ ներկայացնել ձեր կարծիքը, Ռուսաստանի տարածքում 5 ռեգիոններում օպերացիայի ընթացքում օգտագործվել է 117 ԱԹՍ։ Ուկրաինայի օպերացիոն կենտրոնը գտնվում էր անմիջապես FSB-ի կողքին, անվտանգության դաշնային ծառայության կողքին, իրենց շրջաններից մեկում։ Ռուսաստանի Դաշնությունը կորցրել է ռազմավարական ավիացիայի ավելի քան 40 միավոր, 41 էլ են ասում, կան, որ վերականգնվելու ենթակա են, շատ քիչ տոկոսը, մնացածը ընդհանրապես վերականգնվող չեն, եւ Զելենսկու վկայությամբ Ռուսաստանի ռազմավարական ավիացիայի 34% վնասվել է։ Վնասը արդեն գնահատականներ կան, բայց կարծում եմ սրանք միջանկյալ գնահատականներ են, $7 միլիարդ վնասներ։ Եվ այսպես Ուկրաինայի եւ Ռուսաստանի խաղաքարտեր, խաղաղության շուրջ բանակցություններ Ստամբուլ։ Տեսեք, երեկվա օրը շատ ավելի հագեցած էր, քան դա։ Նախ եւ առաջ այդ օպերացիան, որը կոչվում է Պաուտինը, Սարդոստայն, ինքը սկսվել է 18 ամիս առաջ։ Ինքը հիմա չի սկսվել, ինքը շատ վաղուց է սկսվել, ինքը պարունակել է կոմպոնենտներ, որոնք ներկայեն պահանջել են տեղում ուկրաինական հատուկ ծառայությունների ներկայացուցիչների գտնվել եւ եղել է, որ չէ։ Այդ որ այդտեղ նշված է, որ եղել է FSB-ի գրասենյակի կողքը, դա եղել է պայստային տարածքը, որտեղ հավաքվել են այդ դիլանքի կոնտեյներները, որտեղ որ հավաքվել են, դրոնները լցվել են։ Դա եղել է Չելյաբինսկում, թե Չեբաքսարներում չեմ հիշում։ Չելյաբինսկում բանի տարածք, բայց անմիջականորեն հրամանատարությունը եղել է Կիևից, այսինքն այն պահին, այդ օրը ամսի 1-ին, որ դա եղել է, իրականացվել է օպերացիան Ռուսաստանի տարածքում, ոչ մի ուկրաինական գործակալ չի գտնվել արդեն, այսինքն հրամանատարությունը Կիևից է։ Շատ արագ ասելով երևի թե նշանակությունը պետք է հասկանալ, Ռուսաստանի Դաշնությունը չի արտադրում եւ չի կարող վերականգնել այնինչ ոչնչացված։ Ոչնչացված է 95 տիպի ռազմավարական հեռավոր ռմբակոծիչների գործող, այսինքն թռչող, իրանք քանակով շատ են 60 են, բայց նրանցից որոնք թռնում են, ապացուցված 50%-ը։ Այսինքն 20 հատնա, որ իրանք կարողանում էին օդ բարձրացնեին այս պատերազմի ընթացքում, 11 հատը, 12 հատը ոչնչացված։ Դու 22-ներից է բավականին մեծ քանակ ոչնչացված, ենթակառուցվածքը, բայց ամենակարևորը այսօր արդեն ինձ գցում են տեղեկություններ, որ բեռնատար մեքենաների խցանումներ են առաջացել տասնյակ կիլոմետրերի, որտեղ վախեցած Ռուսաստանի իշխանությունները վախեցել են եւ ստուգումներ են իրականացնում, դա անիմաստ է պարզա, բայց ոչ մեկ չգիտի ինչ ալնելու։ Տնտեսական վնաս է, բացի 7 միլիարդը, որ վնասը, դա սխալ է, դա 7 միլիարդ չի։ Դա կարող եք ասել 70 տրիլիոն, որտեղ չկան են գործարանները, որոնցում Ռուսաստանը կարողանա նոր Tu-95 կամ Tu-160 արտադրել։ Ինքը ինչ որ մնացորդներից պահեստային մասերից կարողանա մի մասը վերականգնել, բայց ամբողջությամբ նոր պլանյորը չի կարողանա արտադրել։ Դրա համար այդտեղ 7 միլիարդը սուտ է, 7 միլիարդ չի, 75 տրիլիոն է։
պրծավետ։ Ինչու այս բանակցություններից առաջ հենց արվեց այդ։ Որովհետև ամեն անգամ բանակցություններից առաջ Ռուսաստանը հարվածում էր խաղաղ բնակչությանը Կիևում, Կրիվոյ Ռոհում, ասենք Խարկովում եւ մեծ հաշվով դա իր ահաբեկչությամբ, вообще ռազմավարական տեսանկյունից Ռուսաստանը ոչնչություն է, ինքը վաղուց արդեն գերտերություն չի։ Ինքը տականք ահաբեկիչների հավաքածու։ Ամեն անգամ բանակցություններից առաջ իրանք հարվածում էին խաղաղ բնակչությանը, որպիսի հանրության մեջ ըստ իրենց պատկերացրածի ստեղծեն այնպիսի ճնշում ուկրաինական պատվիրակության վրա, որպեսզի նրանք համաձայնվեն, ասեն լավ, օքեյ։ Եվ սա վաղուց է կրկնում, սա վաղուց է իրականացվում, առաջի անգամ չի։ Մերձի ընտրություններից հետո երբ պարզ դարձավ, որ տաուրուսները կտան եւ մեծ հաշվով եվրոպական երկրները հանեցին սահմանափակումը հեռահար հարվածների վրա, Ուկրաինան ոնց որ ձեռքերը շունչ քաշեց։ Հիմա Ռուսաստանը այլևս օր ու դադար չի ունենալ։ Սա շարունակվելու է շատ երկար։ Բացի ռազմավարական հեռավար ավիացիայի ոչնչացումից տեղի ունեցել 4 շատ կարևոր վթար ճակերտներով, որի համար ուկրաինական կողմը պատասխանատվություն չի վերցնում, բայց երբ քարտեզի վրա նայում եք, տեսնում եք, որ դեպի ուկրաինական ճակատ գնացող երկաթգծերը բոլորը վնասված են։ Եվ հաշվի առնելով, որ Ռուսաստանը հայտարարում էր, որ կուտակել է մոտ 50,000 զորք Սումիի մարզ մտնելու համար, նույնիսկ 3 բնակավայրի կողմ մտել է փոքր, բայց 2.5-ից 3 կիլոմետր խորությամբ մտել է։ Ուկրաինայի տարածք Սումիից վաղուց տեղ չկար, էլի։ Սա հաշվի առնելով եւ հաշվի առնելով, որ Ռուսաստանը խիստ պահանջներ էր դնում, որ եթե դուք այս 4 մարզը մեզ չտաք, մենք մյուս անգամ ձեզանից 6-ը կուզենք եւ այլն, այս ամեն ինչի հետ մեկտեղ Ուկրաինայի պատասխանն է։ Եվ հիմա ամբողջ ինտերնետը հեղեղված է մեմերով, որտեղ ասենք բան, էլի, Զելենսկին ասենք ձեռը 5 տուզ։ Ասում է ես կարդ չունեմ, կամ Զելենսկին բաճկոնը տենց բաների քինգերի բաներն են տես տալու։ Իսկ այդ ինչ իրարանցում էր Միացյալ Նահանգները, տեղյակ էր, Ուկրաինան տեղեկացրել էր Միացյալ Նահանգներին, սկզբից տվեցին, որ տեղյակ էր, հետո հանեցին, չէ, ասեցին, Ուկրաինան չի տեղեկացրել, Միացյալ Նահանգները չեն իմացել, այստեղ Թրամփ-Պուտին փոխհարաբերությունների բանն է, միգուցե, բայց պետք է Թրամփը իմացել է, չի տեղեկացրել, հետո ասում է, չէ, ես չեմ իմացել, ինչ տեղեկացրել։ Դե մեծ հաշվով դա տրամաբանական է ձեր ասածը, ինքը կուզենար իհարկե մաքրելի են, որպեսզի հաջորդ անգամ երբ ինքը խոսի Պուտինին, Պուտինը չասի, բա որ գիտեր քիչ է իր ասում, զգուշացնում, բայց մյուս կողմից ես ասեմ, բավականին մեծ վերլուծականներ կային, մեծ ծավալով, քանակով չէ, որտեղ գրված էր, որ Թրամփի ադմինիստրացիայի անկայուն հոգեբանաբարոյական վիճակը հաշվի առնելով դաշնակիցները նախընտրում են չտեղեկացնել Սպիտակ տանը, թե իրանք ինչ են անում։ Այսինքն ես չեմ բացառում, որ Ուկրաինայից մեկը զանգել է օրինակ Պենտագոն իր Բայդենի ժամանակվա կոնտակտին, կամ ինչ որ Բայդենի ժամանակվա մի հատ իմեյլ կա, որին որ իրանք պետք է տեղեկացնեին, այդ էլեկտրոնային փոստին կոդավորված գրել են, որ խփելու ենք։ Չեն ասել ուր, բայց շատ հնարավոր է, որ այն մարդը, որ էլեկտրոնային փոստը կարտեր, աշխատանքից առածված է։ Դե վերջապես Թրամփը չի նրանց հետախուզական կենտրոնը, ճիշտ է Ռուսաստանի։ Եթե հետախուզները Ռուսաստանի չեն գործել։ Մենք վաղուց չենք անդրադարձել դրան, բայց ասենք Թրամփի մոտ ահռելի խնդիրներ են։ Թրամփի միջազգային առևտրային դատարանը որոշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների դատարանը 26 թվականին է ստեղծվել, որոշել է, որ Թրամփի տարիֆային քաղաքականությունը հակասահմանադրական է։ Այսինքն իմպիչմենտի առաջի քայլն է, ինչ եք ուզում դեռ մարդուց այդ вообще կուրսի։ Ինքը պատահական գործողություններ է անում, որոնք մեծ հաշվով ենթադրում է, որ կարող է դրական արդյունք բերեն, կամ չի ենթադրում, չգիտեմ։ Մասկին ինձ թվում է բանում գետնանցում Սպիտակ տան դեմը ծեծել էին, աչքի տակը կապտացրել էին, ասել են կգաս Թրամփը ձեն չանես արա։ Ու տենց աչքի տակ կապուտ եկավ ասեց thank you ու գնաց։ Դու մոտ տպավորեցին, որ ծեծել էին դրան հետևը, ասել էին ուղղակի բան չասել։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք,
օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Մի տոկոս, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նոր Հոլիվուդ կլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Մասկ տալիս եմ ձևակերպումը մասկի, ես չեմ ցանկանում, դե դուրս եկավ, հրաժարվեց իր պաշտոնից, եթե դա պաշտոն էր, այո, իրականում, ես չեմ ցանկանում ինձ վրա պատասխանատվություն վերցնել Թրամփի վարչակազմի վարած քաղաքականության համար, ասում է Իլոն Մասկը։ Ինչ որ իմաստով ես հայտնվել էի փակուղում, դրա համար հեռանում եմ վարչակազմից։ Սա փախուստ է նավից արդեն։ Դե բա նավը ինչի մասին է վկայում։ Այս Տեսեք, ձևակերպումը մասկին եթե կարճ անդրադառնանք, Արմենը Երջանկայի Շետակովանեսյան միշտ ասում էր, հիշեք մինչև հունիս մասկին հանելու են ռադանեն։ Կա ձեր եթերում մեր այն բաներում, որ նստած խոսում էինք ազատարում, մի քանի անգամ ասել է, որ մասկին հանելու են ռադան։ Մեր անձնական խոսակցություններում միշտ ասում են։ Բայց մասկը ասում է ես եմ փախնում, փախում էի։ Չէ, խնդիրը որն է։ Տեսեք։ Հրաժարվում է, ասում է ինձ մի մնացրեք։ Մասկը նարցիս է ու նաև թմրանյութեր օգտագործելու մեջ մեղադրվում է հիմնավորված, ինքը ընդունել է, որ թմրանյութեր օգտագործում։ Տրամպը նարցիս է, ոչ շատ խելացի, որը փորձում է իր պատկերացրած տնտեսական քաղաքականության կոմպոնենտների միջոցով լուծել այն խնդիրները, որոնք իրան թվում է, թե ինքը կարող է լուծի, որպիսի իր դասի համար, այսինքն միլիոնատեր, միլիարդատեր, որոնք այլևս չեն համապատասխանում 21-րդ դարի, ասենք, երկրորդ քառորդի տնտեսվարմանը,
ապահովել իրանց հարկային առավելություններ։ Ինչ արեց Տրամպը։ Տրամպը ամենա իր սիրուն օրենքը, որ ինքը մտցրել է, իրականում այդ օրենքի շնորհիվ գերհարուստները ավելի քիչ են վճարելու հարկեր, քան բան, եւ մեծ հաշվով բյուջեում առաջանում է 6 տրիլիոն դոլարի ճեղքվածք Ամերիկայի Միացյալ Նահանգների, չնայած որ Տրամպը եկել էր այն լոզունգներով, որ ինքը պետք է այդ ճեղքվածքը, որը հիմա 2 տրիլիոն է, ինքը պետք է սա կրճատի։ Իր օրենքի շնորհիվ 2 տրիլիոնը դարձավ 6։ Ակնհայտ է, որ սա այն չի, ինչի մասին երազում էր Մասկը։ Մասկը ուզում էր, որ այդ գումարները այդ 2 տրիլիոնը կրճատի, ինքն էլ ուներ անձնական նպատակ, բայց այս 2 տրիլիոնը ինքը վերցնի Tesla-ի, SpaceX-ի այդ գլխուղեղի մեջ մտցվող չիպերի, որոնք ինքը փորձում է Android ռոբոտների, այսինքն մարդանման ռոբոտների զարգացման մեջ, որպեսզի իր բիզնեսը զարգացնի ձեռի հետ, որպեսզի ստանա առավելություն Open AI-ի հետ, այդ որը որ մեծ հաշվով Microsoft-ի հետ կապված է, ինքը ուզում էր իր այդ գրոկը զարգացնել կամ XAI-ը, որը հիմա տենց է կոչվում, սա մեծ գումարներ ունեցող այդ զանգվածների պատերազմ էր։ Տրամպի ադմինիստրացիան դարձել էր այդ մեծ փողատերերի բոքսինգ ինչ-որ ռինգ։ Հասարակ ամերիկացու շահերը ոտնահարվել էին շատ արագ եւ շպրտվել էին դուրս։ Հիմա փաստացի Մասկը, որը Արմենը իրանց ասում էր տեխնոֆաշիստների ներկայացուցիչն է, իդեպ իրանց այս տեխնոֆաշիստների մյուս ներկայացուցիչը դա J.D. Vance-ն է, որի ծպտունը չի դուրս գալիս ինչքան վաղ։ Այսինքն Մասկի անկումը ավտոմատ բերեց նաև J.D. Vance-ի դիրքերի թուլացմանը ինքն էլ չկա։ Եվ կա հին, այսպես ասած, գվարդիան, որը Տրամպն է, այդ նավթային արդյունաբերական են հին միլիարդատերերը, բայց միլիարդատերեր, որոնք մեկուսացման կողմն, Ամերիկայի մեկուսացման կողմնակիցներ, որ ոչ շատ խելացի, ովքեր ասում են մենք գործ չունենք, մենք ստեղից օվկիանոս ունենք, մենք հիմա կսարքենք այդ բանը, ոսկե կամարը, որը մեզ կփակի, մենք Կանադան անեքսիայի կենթարկենք, մենք Գրենլանդիան կվերցնենք, ու այս սաղ հյուսիսային Ամերիկան կլինենք մենք։ Այսինքն սրանք էլ մի խելքի տոպրակ չեն։ Այս կոնֆլիկտը չի դադարելու։ Ջո Բայդենի հարցազրույցը, որ ինքը տվեց նախորդ մեր հանդիպումից, մեկ օր առաջ ես էլ ուզում էի բան անեի դրա մասին, ինքը շատ հետաքրքիր բան ասաց, ասում է, երբ որ Տրամպից հետո ես եկա առաջի մեծ յոթնակի բանին նստեցի, ես նստեցի, ասացի America's back, ասինքն ԱՄՆ-ն վերադարձավ, ասում է Էմանուել Մակրոնը նայեց վրես, ասաց, իսկ ինչքան ժամանակով ես վերադարձել։ Ասում է հիմա ես տեսնում եմ, որ ինքը ճիշտ էր, ես սխալ, շատ տենց հայկական թեմա էր էլի, ասում է հա, իրանք ակնհայտորեն, իրանք հիմա զգում են, որ իրանց դավաճանած եւ իրանց քաղաքականությունն են վարելու, բայց ասում եմ մենք պետք է Ամերիկան վերականգնենք, որտեվ սա բան էր։ Դե այնտեղ գալիս է, հա, Բայդենից հետո տնտեսությունը աճման ամենալավ ցուցանիշներից աճից։ Ռեցեսիա եղավ երկրորդ կիսամյակ, այսինքն Ամերիկայի բաները Տրամպից հետո տնտեսությունը ընկնում է, հանան բացասական է, ամբողջ այդ բաները բացասական են, պլյուս դատարանը որոշեց, որ Տրամպի տարիֆների քաղաքականությունն, այսինքն իր հիմքը հակասահմանադրական է, իսկ այս տարիֆների հիմքի վրա էր ինքը այդ օրենքը ընդունում, որ ասում էր ես 6 տրիլիոն ճեղքվածքը ըստ օրենքի կլինի, բայց ես տարիֆներով սա կփակեմ։ Հիմա դատարանը ասում է դու չես կարող տարիֆ կիրառես, տենց բոլորի վրա ու բան, դու գործը չի, կոնգրեսի գործն է, ու ինքը կանգնեց մի մեծ խնդրի առաջ, որտեղ օրենքը ոնց որ թե ուզում ընդունի, միևնույնն է, դե որտեղ խոսք կա տվել մարդկանց ովքեր իրեն փող են տվել։ Իսկ դատարանը արդեն ասում է տարիֆ չես կարող կիրառես, այս 6 տրիլիոնը ոչ մի կերպ չի վերականգնվում, այսինքն ստացվում է, որ ինքը 2 տրիլիոն դեֆիցիտով վերցրեց, սրանք ավելացնի 6, մոտակա 4 տարում դե գնա, այսինքն սա լուրջ պրոբլեմ է, եւ Ամերիկայի քաղաքականությունը պայմանավորված է սրանով, Ամերիկան ցավոք սրտի չի կարողանում կենտրոնանալ միջազգային հարաբերություններում իր այն անելիքի վրա, որը Բայդենի ժամանակ էր, երբ որ Բլինկենը կարողանում էր մեկ կարճ հաղորդակցությունով կամ մեկ զանգով հարցակում կասեցնել ջերմուկում։ Հիմա Ռուբլին չի կարա զանգի Ալիևին ասի կանգնի։ Դրա համար է մեզ
օդի ջրի պես անհրաժեշտ, որ այնտեղ լինի ֆրանսիական հյուպատոսություն, ցանկալի է նաև ֆրանսիական արտասահմանյան լեգիոն, որտեղ լավ լեռնային պայմանները ամենտո Դե արդեն տեղերում հենց եկել են այնտեղ են կանգնում արդեն, ոչ թե իրենց Ֆրանսիայից են զանգերի վրա դնում։ Բանի տարբերությունը, ռեսուրսի տարբերություն կա։ Իհարկե տեղերում մենք շատ ուրախ ենք։ Ինձ համար դա էական է, ինչու, որովհետև ինչքան շատ լինի համագործակցությունը օրինակ Սյունիքի եւ Ռոնալդի միջեւ, հա, ինչքան շատ ասենք Օվերնից կան մարդիկ, ովքեր խաղաղագործությունով են զբաղվում, կարող է բան կամ գյուղատնտեսությունով լեռնային, որտեղ են լեռնային, հա, չգիտեմ, ցանկացած անվան տակ կան օգնեն մեր ֆերմերներին ոտքի կանգնել, տեխնոլոգիաները փոխանցեն, բանան են, ճանապարհների կառուցում, ասենք լեռնային պայմաններում ինչպես ճանապարհը կառուցես, որ բուկու բորանի ժամանակ ինքը այդ բան չփակվի, ինչ որ հատուկ բաներ կան, ծառատուն կապահովես, որ քամիները չգա, 1000 ու մի հարց կա։ Այս հարցերը տեղում երբ որ լուծվում են կառավարության մակարդակի վրա, դա սուտ է։ Ասենք դա նշանակում Նիկոլ Փաշինյանը ինչ-որ մեկին հրաման է տալիս, ինչ-որ մեկին հրաման տալիս, ինչ-որ մեկին հրաման տալիս, տեղ չի հասնում ոչ հրամանը, ոչ հրամանի իմաստը, վերջում ինչ-որ մեկի սիրուհու ընկերոջ բանը տղան մեքենայով գնում գալիս է, ասում է Գերագույն ջան, սաղ ցենտրը ու տենց այդ սուտը բարձրանում է վերև, ստեղից Նիկոլը ասում է մենք 18% տնտեսական աճ ունենք, ինչպես Փսլնկոտը իրան խաբում էր։ Իրականում մենք չունենք տնտեսական աճ եւ հիմա էլ չունենք տնտեսական։ Բայց հետո էլ ասում են մենք մասնագետ չունենք։ Հա, հետո ասում են որ մասնագետ, որ հասկանում են սաղ տեղ են խաբել, ջոգում որ պետք է մի բան ասի։ Հիմա էլ մասնագետ չլիներն է մեղավոր։ Կրկնում եմ, հենց հիմա Հայաստանի Հանրապետությունը չունի տնտեսական աճ։ Չունի, որովհետև տնտեսական աճի ամբողջ հիմքը, որ նայում ես բացվածքը, ապահովված է շինարարության ոլորտով։ Արտադրությունը անկում է, գյուղատնտեսությունը 1-2% էս կոմենկում, բան շինարարության ոլորտով է աճ ապահովում։ Իսկ շինարարության ոլորտով ի՞նչն է աճ ապահովում։ Այդ մեծ պրոյեկտներն են։ Իսկ այդ մեծ պրոյեկտները գումարը դրսից գալիս է, դուրս գնում է։ Շինարարությունն էլ այդքան լավ վիճակում չի, շատերը բանկրոտ են դառնում։ Այո, իհարկե։ Շատ լուրջ Քաղցկեղը տարածեցին քաղաքում։ Մինչև վերջ չեն կարողանում հասցնել իրենց PM2.5 մանր բանը փոշին լցրեցին, հիմա բանկրոտ են դառնում։ Կամ այդ հենց նոր է երևում, ինձ թվում է մեծ ալիք է հիմա շուտով լինելու։ Որքան երկար մենք մնանք ԵԱՏՄ-ում, այդքան ավելի ծանր է լինելու փոքր եւ միջին բիզնես արդեն չեմ խոսում։ Այդ խոշոր բիզնեսը առանց թաքցնելու Նիկոլին մտնում ասում այս մանր մուներներով եղան, որ իրանք պետք է 3% հարկ տան, ես շատ տամ, իրանցից շատ պետք է հավաքես, գիտենք այդ սա մեզ հասնում այն տեղեկությունները, բայց հիմա խոշորներն են գնալու սնանկացման։ Ինչու, որովհետև տնտեսական քաղաքականության համար պատասխանատու մարդիկ ամբողջությամբ կառուցում են այդ տնտեսական քաղաքականությունը ԵԱՏՄ-ի վրա, իսկ ԵԱՏՄ-ն մեռնում է, որովհետև ԵԱՏՄ-ի ամենախոշոր շուկան կամ ամենախոշոր շուկաների զույգը Ռուսաստանը եւ Բելարուսը ստագնացիայի մեջ են։ Իրանք ոչնչանում են։ Ուղղակի շուկա չկա այնտեղ։ Որքան երկար Նիկոլ Փաշինյանը պահի իր շուրջը մեր Գրիգորյաններին, չգիտեմ, այն նարեկներին Ռուսաստանից բերած անկապ մարդկանց, որոնք չեն կարողանում դիվերսիֆիկացնել տնտեսական հարաբերությունները, այսինքն եթե Հայաստանին պետք չի, ուրեմն ԵԱՏՄ-ի մաքսատուրքերը պետքա չգործեն։ Մենք չունենք չէ ընդհանուր սահման ԵԱՏՄ-ի հետ։ Հայաստան ներմուծող ապրանքները, որոնք որ բան են, չպետք է ենթարկվեն ինչ-որ մաքսատուրքերի, թողենք, չթողենք, բան չանենք, Հայաստանին պետքա պետք է գա։ Խոսքս հիմնականում այն բաների մասին է, որոնք որ հիմնականում չի բարձրացնում, սերվամատորներ են, չգիտեմ, էսա, այնա, երրորդնա, չորրորդնա, դրոն արտադրողների մեզ մոտ չպետք է գործեն ռուսական գոստերը։ Հայաստանի Հանրապետությունում դրոն արտադրողը, որը վերցնում է ուկրաինական փորձը, դրոն է արտադրում եւ փորձում է այդ ԱԹՍ-ն ներկայացնել բնային, չպետք է գնա ռուսական ԿԴ, ԵՍ, ԿԴ, գոստ, բան, սենց բաների հետևից մի հատ էս ամեն ինչը բերի, հրամցնի, հետո նոր տեսնա այդ դրոնը կվերցնեն, թե չէ, ոչ, արգելիներս այդպես չի։
Կարող եմ sense ձևակերպել, որ տվյալ դեպքում ԵԱՏՄ-ն եք նշում, որ մենք ունենք մասնակցություն տնտեսական կառույցում, որը որևիցե տնտեսական հարց չի լուծում, սա քաղաքական մասնակցություն է, ընդ որում ոչ իշահ Հայաստանի Հանրապետություն։ Միանշանակ, փայլուն։ Սա տնտեսության Ստուգման գրքույկը տվեք։ թեմա չէր։ Սա տնտեսական թեմա չէր, այլ զուտ քաղաքական, այն էլ ոչ իշահ ՀՀ պետությանը։ Այո։ Եկեղեցի իշխանություն։ Ահա որ է։ Ուրեմն ես sense նեյտրալ հարց դնեմ։ Սա Փաշինյան-Գալստանյան թեմա է, թե Փաշինյան-կաթողիկոս, եւ մի փոքրիկ ինֆորմացիա էլ ասեմ ու արդեն տեսնենք ինչ է կատարվում։ Եվ ինչպես ասում են, այս խմորը ինչքան ջուր կտանի։ Կաթողիկոսի պաշտոնը ցմահ է, ազգային եկեղեցական ժողովը կարող է գահընկեց անել կաթողիկոսին բացառապես դավանական շեղումների դեպքում։ Փաշինյանը ասում է Հայաստանի Հանրապետությունը պետք է ինչ-որ ձևով մասնակցություն ունենա կաթողիկոսների ընտրության մեջ, ոնց է ընտրություն անում, եթե կաթողիկոսի պաշտոնը ցմահ է, մեխանիզմ չկա, ազգային եկեղեցական ժողովը միայն կարող է այս հարցին անդրադառնալ, եւ Փաշինյանը ասում է կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարկության ստուգում։ Նա ասում է այս հարցը պետք է մեկ ընդմիշտ լուծել եւ ես չեմ հիշեցնում, բայց հիշեցնում եմ, որ Փաշինյանը այս ամենը համեմում է գրեհիկ ձևակերպումներով։ Ես հիմա հասկանում եմ, տեսեք, նախ եւ առաջ ես չգիտեմ, բանը ես գիտեմ, որ ցմա օրինակներ կան, իհարկե Վատիկանը, Բենեդիկտոս 16-րդը, որը ոնց որ եկեղեցու տեսանկյունից մահացավ, նու ինչ որ տենց պաշտոնական արարողություն։ Եկեղեցու տեսանկյունից Դե իրան հանեց ինքը կենտրոնի էր հրաժարվեց Ֆրանցիսկոսը դարձ։ Այսինքն եկեղեցու համար կենսաբանորեն ինքը շարունակում էր ապրել, բայց եկեղեցու ինստիտուցիոնալ առումով որոշեցին, որ այդ Ռոմի Պապը Պոնտիֆիկոսը դադարեց գործունեությունը, հետևաբար մահացավ, ինքը տենց է ձևակերպում։ Ինքը մահը չի, դադարում է ծառայությունը։ Դադարում է ծառայությունը, հետևաբար մահացավ։ Հենց որ դա կարելի է կազմակերպել, եթե Նիկոլ Փաշինյանը կապ չունի։ Ինչ է ասում, մեկ ընդմիշտ պետք է լուծել։ Մեկ ընդմիշտ պետք է լուծել մեծ հաշվով եկեղեցու եւ պետության պատմությունը միշտ եղել է կոնֆլիկտային։ Կիլիկիո թագավորության ժամանակներից հայ առաքելական եկեղեցին այդ ցավոք սրտի աշխատել է պետականության դեմ։ Դա հայտնի փաստ է։ Խոսք չկա ուղղակի։ Եվ մեծ հաշվով ես սա այս կոնֆլիկտը սոցիոլոգիական տեսանկյունից ասեմ, հայ կաթողիկ եկեղեցին աճելու սրա վրա։ Բացեք, պարզաբանեք, ինչ ասեմ։ Դե ասենք ոչ մեկ զահլա չունի, ոչ Նիկոլի, ոչ այս Գարեգին բեի։ Իրանք իրար մեջ։ Իրար հարց տվեցի, Փաշինյան Գալստանյան, գուցե։ Չէ, սա Գալստանյան չի, Գալստանյան չի, սա եկեղեցու ինստիտուցիոնալ աշխատանքն է, եկեղեցին հայտնի է նրանով, որ փորձում է քաղաքականության մեջ խառնվել եւ խառնում է, ես ասեմ, Գարեգին բեն բան Պուտին վեից շքանշան է ստացել պատերազմի ժամանակ։ Ինքը ինձ համար տարօրինակ քայլի է գնացել։ Իմ եկեղեցու առաջնորդը իրավունք չունի ռազմական հանցագործից, մանկապիղծ ռազմական հանցագործից շքանշան ստանալ։ Դա բացառվում է։ Գիտեք, այստեղ ինչ եմ ուզում հարցնել, իսկ ինչու էր Պուտինը այդ շքանշանը հենց այդ ժամանակ իտես բոլորի հանձնում։ Որովհետև Գարեգին բեն Արցախի պատերազմի ժամանակ եւ հետո մատը մատին չի տվել, որպեսզի համաշխարհային քրիստոնեական բողոքի ակցիա բարձրացնի։ Հայոց եկեղեցին, լավ սենց ասեմ, հայ ազգը որպես առաջի քրիստոնեություն ընդունած ազգ բավականին մեծ հեղինակություն ունի քրիստոնեական աշխարհում։ Եվ հայոց կաթողիկոսը, եթե դա Գարեգին բեն չի, կարող նենց բողոքի ակցիա բարձրացնել, կարող խաչակրած արշավանք սկսվեր ստեղ։ Բայց չարվեց եւ չսկսվեց։ Ինչ չի դարձել, որ պետք է փաստ տեսնում որ չկա։ Չասվեց, Եվ ստացվեց շքանշան։
այդ որ ասացի այս խմորը ջուր կտանի Լավա արդյոք թե ջուր ոչ թե արոն։ անգամ այդպես եք կարծում, այդքան սուր եք Սուրա, բա իհարկե, ես չեմ տեսնում որևիցե մի իրավիճակ, չգիտեմ ոնց է կոչվում, երթուկնակալությունը ինչը։ Այս մարդը, ով հիմա կաթողիկոսա ծառայում, շատերը չեն հիշում։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին է դարձել կաթողիկոս։ Ես հիշում եմ։ Հա, ես էլ եմ հիշում։ Ու ես հիշում եմ նայում եմ ասմելսի կաթողիկոս մարդ ես։ Ասենք դու բան չունես ասելու։ Այդ պահին շատ վատ լուր է ստացվել։ Լավ։ Ինքը ոնց որ բան լինի, հասկանում եք, այդ կնիքը վրան լինի։ Հայոց պետականության քաղաքացիական իշխանությունների ոչնչացման կնիքը վրան է ինքը։ Եվ մեր մեջ ասած ասում որ խիղճ ունենար վաղուց կասեր Բենեդիկտոսի պես տղեկս հաշվեք մեռել եմ էլի թողեք Դե ինքը դեռ ոչ Բայց ինքը Պուտինից ստանում է շքանշան։ Մի բան էլ հիշացնեմ։ Ինքը օրինակ կարող շատերը այդ բան դուք կհիշեք։ Ինքը Էջմիածնի բանից, թանգարաններից, պահոստարաններից սուրբ կտորներ տանում էր, նվիրում էր բանին, Ալեքսիին, Կիրիլին, ասես շուտ բաներ էր անում, որը որ անհասկանալի է ինձ համար, դա քոնը չի, դու ընդամենը մարդ ես, ով ընդեղ նստած ես, մարդ։ Հաջորդ թեման, որը այս շաբաթ քննարկվում էր շատ լայնորեն, Ալեն Սիմոնյանի այդ հայտարարությունն էր, որ ադրբեջանցիների հետ մենք շատ էլ լավ կարող ենք ապրել, հեսախաղության պայմանագիրը կկնքենք, իրենք կգան, մենք առևտուր ընդեղ իրենց հետ կանենք եւ խոսվում էր նաեւ հիշեցվում էր որ Ալիևը արդեն ոչ թե խոսում է նրա մասին որ պետք է գան, այլ խոսում է նրա մասին որ սպասում եմ ես Հայաստանի Հանրապետության պատասխանը թե երբ որ ժամ որ օրնեք դուք մեզ հնարավորություն տալիս գալու եւ հարց է բարձրացվում ինչու Հայաստանի իշխանությունները լռում են ինչու չեն ասում որ օր ժամ դու նշանակի երբ Հայաստան հայերը որոնք լքել են Բաքուն Գանձակը եւ այլն չթվարկեմ այդ ան բոլորը ինչպես նաեւ Արցախը կվերադառնան մի խոսքով Ալեն Սիմոնյան ադրբեջանցիները Հայաստանում եկեք տարանջատենք Ալեն Սիմոնյանի 34 րոպեանոց ստենդափ բրիֆինգը ես ծերից ծեր նայել եմ Ես չգիտեմ ինչի են մարդիկ վերցրել վերջի 30 վայրկյանը, երբ որ ինքը իր խասյաթի համաձայն արդեն անիմաստ դուրս էր տալիս ջղայնացած վիճակով։ Սա ուղղակի դաս լինի Ալենին, որ ընկեր մի հավաքի գլխիդ քոչարանական բանը, ԶԼՄ կոչվածները ու մի խոսահետները այն պահից, երբ որ զգում ես, որ ջղայնանում ես։ 30 րոպե նորմալ է, մի 2 րոպե սենց է, 2 րոպեն ինքը ասում է, ինչ եք ուզում, ես ասում եմ, որ խաղաղություն լինի, երբ որ խաղաղություն լինի, հայերը կկարողանան գնան ընդեղ, ապրեն իրանց հողում և խոսքը արցախցիների մասին էր։ Իրան լրագրողը հարցնում է բան նրանք, ասում է, դե նրանք է, որ ուզենան կգան։ Այսինքն ստեղ ոչ մի զարգացման թեմա չկա, բնօրինակը մարդիկ չեն նայում, տեսեք, բունկերային առնետը իր գրպանի շապոկլյակին, այսինքն Կիրիենկոին, նշանակել է Հայաստանի կուրատոր, որպես հիբրիդ պատերազմի հրամանատար, սրան չի կարելի կես աչքով նայել, Կիրիենկոն վաստակավոր սրիկա է, հիշեցնեմ ձեզ, որ Կիրիենկոն 98 թվականի հետ կրիզիսի ժամանակ վարչապետն է Ռուսաստանի, 98-ի հետ հայտնի կրիզիսը, հետո եղել է Ռոսատոմի ղեկավար, ինքը վաստակավոր տականք է, ինքը եկել է Պուտինին ծառայելու դեմոկրատական ճամբարից, մի մոռացեք, որ ցանկացած ձեր խոսք պետական մարմինների կամ ցանկացած ԶԼՄ, ես այն հատուկ իմ տելեգրաման ալիքում, ճիշտ է չաթում ասեցի, այսուհետ ցանկացած ԶԼՄ, որը բացի բաց չի հայտարարել, որ Պուտինը խույլո է, որ Ղրիմը Ուկրաինա է եւ ռուսական նավը ուր պետք է գնա, ձեզ համար պետք է դասվի որպես հակահայկական պրոպագանդա տանող ԶԼՄ։ Այսինքն խոսքը վերաբերվում է
բոլոր հերոստալիքներին, որոնք բաց չեն ասում, որ Ղրիմը դա Ուկրաինա է, որ Ռուսաստանը դա մանկապիղծ բանակ է, որ Պուտինը դա ռազմական հանցագործ է։ Եվ այս ԶԼՄ-ների տված տեղեկությունները պետքա բացառվեն ամենօրյա ձեր յուրացրած տեղեկատվական բաներից։ Այլ կերպ ասած, նորից փորձեմ ձևակերպել, դուք համարում եք, որ լինելու են սադրանքներ, ամբողջությամբ 1 տարի ապրելու են եւ սադրանքներ։ Հայաստանի իշխանությունները պատրաստ չեն ճիշտ իրենց դրսևորել, ճիշտ պահվածք դրսևորել, Հայաստանի նման սադրանքների դեպքում նրանք Միանշանակ տրվում են ճիշտ եք։ շատ հեշտությամբ տրվում են Միանշանակ սադրանքի։ ճիշտ եք։ Ճիշտ ձևակերպեցի։ Միանշանակ ճիշտ են, քանի որ Հայաստանի իշխանությունները բաղկացած են բացի մի քանի օգուց, դա բան են, պատահական անցորդներ են, կանգառներից հավաքած դիլետանտներ, մեծամիտներ, մարդիկ, ովքեր ընդհանրապես չեն իրենց կյանքում պատկերացրել, որ նրանք երկիր են կառավարելու, չեն տեսել պատից կախ, տեսել են ճակտից կախ։ Դա նորմալ է։ Այսինքն մտածել, ինչ եմ ասում, հա, դուրս ես գալիս ստենդափ բրիֆինգ է, օքեյ, մինչև այդ քեզ լավ ես դրսևորել, հարց չկա։ Ուկրաինական դելեգացիա էր եկել ստեղ այդ Երևանյան երկխոսության ժամանակ, ես տեղեկ ինչ եմ սենց ման անում, հա, ուկրաինական դելեգացիայի հետ Ալեն Սիմոնյան շատ լավ բանակցություններ ավարել, որ մեծ հաշվով կարա չվարել, ընդունել է, խոսել է, բան արել։ Այսինքն ես չեմ կարող ասել, որ ինքը տենց իր վերջի 1 ամսվա առնվազն գործունեությամբ էլ չասած այդ ընդհանուր համաեվրոպականը նորդիկ բալտիկների ելույթը բան ես կարողանում եմ գնահատել ինքը ինչ անում ես գիտեմ ինչ անում թաթալաբազա իրան թվում է թե ինքը կարա այդ լրագրողների որոնք հրահանգով են գալիս կարա դեմները առնի ամեն անգամ ռաստագալի որ չի կարող Կոպիտ եք ձևակերպում պարոն Սարգսյան Ինչն եմ կոպիտ ձևակերպում թաթալաբազա Չէ, նո էդի բանն է, այդ 5 ավենի, անես, շորշոպիցը մնացել։ Լավ, ոնց որ թե այսպիսին էր շաբաթը հիմնական ուրվագծեցինք բոլոր թեմաները, դե Ստամբուլից դեռ նորություն չունենք։ Ստամբուլից նորություն չունենք, մեծ հավանականությամբ Ստամբուլի բանակցությունները ոչինչ չեմ ավարտվելու, ես վստահ եմ, որ Ռուսաստանը իմը ուժ հավաքելու 1-2 օրվա ընթացքում բավականին մեծ ծավալի եւ վախենամ շատ ծանր հարվածներ հասցնող խաղ բնակչությանը Ուկրաինայի ի պատասխան էս որորի, որովհետև միևնույն է հոպի հնարավորություններ սահմանափակեն Կիևի խաղ բնակչությունը այսպես թե այնպես մնում է առանց բան Այստեղ Թրամփի դերակատարումն էլ է հետաքրքիր իհարկե ծանր բան եք ասում հետևանքները դրա ծանր են դե պատերազմ է գնում պատերազմը ոչ միտեղ ծաղիկներով չեն իրար դիմավորում Թրամփը ինչպես է իրեն դա արդեն մեկ անգամ կարծեմ ասել էր եթե չեք կարողանալու պայմանավորել մենք խաղից դուրս ենք գալիս բայց խաղից դուրս են գալի որից հետո ինքը ավելացրել էր տեսեք ինքը ընկել է Ռուբիոյի դաշտը եւ մեծ հաշվով Ռուբիոյի դերակատարումը մասկի գնալուց հետո բարձրացել է որովհետեւ Ռուբիոն հիմա 3 պաշտոն է գրավում ինքը որ Հիմա կասիկելի կոպիտ է, բայց այդ բանկա է, երեխեքի խաղ կա, որ ասում է տուզավ ցեղ։ Հիմա Ռուբիոն ասենք 3 պաշտոն է բան։ Դե կարող եք ասում նոր։ Գլխավոր արխիվարիուսն է։ Մեղմ լինի ավելի։ Գլխավոր արխիվարիուսն է պետդեպի ղեկավարն է եւ անվտանգության հարցերով խորհրդականն է։ Այսինքն այն ժամանակ ես արխիվարիուսը չգիտեմ ով է, բայց ինքը եթե Բայդենի տեսանկյունից ինքը ամ Բլինկենն է, ամ Սալիվանը։ Չէ, բայց դուք ուզում եք արդարացնեք, ես չեմ ուզում մեղադրել, բայց Թրամփը ստանձնել էր, չէ, այս ամբողջ ինչի ես ասում եմ ինչի է դա տենց։ Մեծ հավանականությամբ, քանի 3 պաշտոն է գրավում, 3 անգամ ավելի հաճախ է մտնում Թրամփի մոտ, 3 անգամ ավելի շատ է ականջին կաթում։ Սրա մասն է խոսքը։ Եվ ընդ որում այդ անվտանգության հարցերով են բաներ, որ սիգնալով քեսի միջերամ դրան անեցին, չէ, ուղարկեցին անինչա, ուղարկեցին ՄԱԿ-ի ներկայացուցիչ, այնտեղ այդ մի քիչ այդ բանը փոխվել է իրավիճակը։ Մի համենայն դեպս այս Թրամփը չի ասում չեմ օգնելու։ Չէ, այս խոճապը Թրամփը տեղյակ էր, թե տեղյակ չէր Ռուսաստանին ասես, թե չասես, դա ցույց է տալիս, որ բավականին բարդ իրավիճակ է նաև Թրամփի համար։ Ակնհայտորեն Թրամփը փորձում է վերջերս մի բան լսեցի ես եթե չեմ սխալվում Բոլտոններ նախ Բոլտոնը շատ սուր է հիմա Թրամփի մասին արձագանքում բայց ինքը ասում է որ Թրամփը չի հասկանում այս ամեն ինչը իր համար իր արժեքային համակարգում սա չկա Ուկրաինան չկա առավելևս Հայաստան չկա
Եվրոպա չկա։ Ինքը իր արժեքային համակարգում գոյություն ունի ինքը եւ Պուտինը եւ ինքը չի հասկանում ինչի եթե ես կարամ Պուտինի հետ միլիարդների առևտուր անեմ։ Ինքը եթե առևտուր չի անում գնում է Ուկրաինա ծեծում։ Մեկը շատ լավ ձևակերպում արեց, ասեց Թրամփը առևտրական է, Պուտինը ուժային է։ Շուտ տես մի բան։ Նա առևտրի լեզվով է խոսում։ Թրամփը առևտրական չի։ Իսկ Պուտինը- Թրամփին թվում է թե ինքը լավ դիլ անող է ու լավ բիզնեսմեն է, բայց միշտ հիշեք, ինքը հաջողացրել է աշխարհում միակ բիզնեսը, որը հնարավոր չի տակ տալ, կազինոն 5 հատ տակ տալ։ Միշտ հիշեք սրա մասին։ Շնորհակալ եմ պարոն Սարգսյան, Շվախեք, դուք եք սոցիոլոգ, վերլուծաբան։ վերլուծաբան։ Կարեն Մերսի Սարգսյանի հրավերի հետ համար։ էինք զրուցում, շնորհակալություն որ եկաք։ Զրուցվարում էր Գայանե Առաքելյանը, բարի ինձ։